երրորդ հանրապետության էջը փակել եւ լավ, հետո կգնա։ Քաղեմ նախկիններին գնա։ Այստեղ սաղ իշխանական են, ընդդիմադիր չկա, գնա մոտ։ Տիկին նախարար երրորդ հանրապետության էջը փակելը եւ չորրորդ հանրապետության փակելը արդյոք սա քաղաքական թիմի ցանկությունները մի ամբողջ ժողովրդին որպես անհրաժեշտություն մատուցել չէ եւ ամեն 30 տարին մենք պետք է նոր հանրապետություն փոխանցենք սա ճիշտ ձևաչափ կամ մոտեցում է Հայաստանի հանրապետության նախ ես ձեր հարցադրումը չընկալեցի այն առումով, թե ինչ է նշանակում ասել պարտադրել քաղաքական թիմի ցանկությունները ժողովրդին կամ հասարակությանը։ Քաղաքական թիմը այն բանի մասին է, որ ուրվագծում է մոտեցումները, ամբողջացնում եւ ներկայացնում հետագա անելիքները, հետո նաեւ ծրագրի տեսքով։ Եվ մենք գիտենք, որ ընտրություններ են նախատեսվում եւ այդ ընտրությունները համապետական են, իսկ ընտրությունների արդյունքները որոշվում են ժողովրդի քվեարկությամբ։ Եթե ժողովուրդը չի ցանկանում ունենալ այնպիսի իշխանություն, որի մոտեցումների հետ համաձայն չէ, չի ունենա այդպիսի իշխանություն։ Այսինքն չի ընտրի եւ ասել, որ քաղաքական թիմը պարտադրում է ժողովրդին ինչ-որ մի բան, ի բնե սխալ է։ Ես ասում արդյոք դա քաղաքական թիմի ցանկություն է ժողովրդին որպես անհրաժեշտություն մատուցելու ձև չէ, քաղաքական թիմը կոնկրետ ասում է իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, հռչակել չորրորդ հանրապետություն է։ Այո, բայց մենք գնալու ենք ընտրությունների եւ հետեւաբար, եթե ժողովուրդը համաձայն չէ մոտեցումների հետ, տեսեք, չորրորդ հանրապետության հռչակման հետ կապված հարցերը, որոնք քննարկվել են կուսակցության համաժողովի ընթացքում, կարող են իրականություն դառնալ միայն ժողովրդի կամքով։ Այլ տարբերակ հնարավոր չէ։ Հետևաբար ես այդ Տիկին Գալյան, նաև ժողովուրդը պետք է որոշի։ Քաղաքացիական պայմանագրից ասում են, որ չորրորդ հլպայելի մի հատ դնեմ կամում դրվելու է նոր սահմանադրությանը։ Այո, գուցե։ Ես ուզեմ դուք բացատրեք ինչ է սա նշանակում, Տիկին Գալյան։ Սա նշանակում է, որ գուցեև մեր պետության համար որդեգրվեն եւ ավելի թավ կերպով գրվեն այն սկզբունքները, որոնց հիման վրա գործելու է չորրորդ հանրապետությունը, բայց իրավական տեսանկյունից եւ իրավահաջորդության տեսանկյունից մենք պետք է վստահ լինենք եւ ամեն ինչ անենք այնպես, որ որևէ խնդրի առաջ իհարկե չկանգնենք եւ բացառենք դա։ Օրինակ ինչ լինի, երբ չորրորդ հանրապետության հաստատման Ես առաջարկում եմ ուղղակի սպասել, երբ համապատասխան փոփոխությունները կնախաձեռնվեն, մենք անպայման կկոմունիկացնենք դա։ Իտալիան հնարավոր է խոսքը անկախության հռչակագրի հանել չհանելու մասին։ Դա որևէ կապ չունի այն տրամաբանության եւ մոտեցման հետ, որը դրված է այդ հայտարարության հիմքում։ Իրոք որևէ կապ չունի։ Հանրապետության հաստատումը անկախության հռչակագրի այլ հետ կապ չունի։ Իրականում կապ չունի, որովհետեւ անկախ նրանից անկախության հռչակագիրը կպահվի թե չի պահվի, դա պատմական իրողություն է։ Այսինքն երրորդ հանրապետությունը կարողացել է լինել միայն անկախության հռչակագրի շնորհիվ եւ դա պատմական փաստաթուղթ է, պատմական։ Չէ, ես դա չեմ ասում, ես ասում եմ չորրորդ հանրապետության ստեղծումն անկախության հռչակագրի պահելը որևէ կերպ հակադրության մեջ չէ։ Տիկին նախարար, Բայց համանadrությամբ չորրորդ հանրապետության մենք անկախության հռչակագիրը պատմության էջեր չի պատմի։ Այն պատասխանը դա է։ Տիկին նախարար ունեք համանadrության մեջ հղումը պահել։ Դա դեռ չենք հետո։ Չէ, իսկ համանadrության հետ նոր համանadrության իսկ ձեր ֆանատները այս ինչ աղմուկ կոտեն, Տիկին Գալյան։ Նույնիսկ ասացի, որ դուք կնեղանաք բան չարեց։ Չէ, ձեր ֆանատներն ընդդիմադիրների բոլորն են տաղում, տեսա։ Չէ, ձեր կողմից է։ Նախկիներից է բողոքում։ Բան չեմ հասկանալ, որ ես եմ հասկանում։ Պահպանել չպահպանելը եւ
4-րդ հանրապետության հաստատման այդ հեռանկարի սահմանադրության ընդունումը որևէ պատճառական կապի առկայությունը չի քննարկվել եւ չի հաստատվում այս բանը։ Մեկնաբանությունը այդ մասով Այսինքն եթե հողում անգամ որոշեք պահպանել, դա 4-րդ հանրապետության, որ ասում են վերջնակետը լինելու է մեկուսին հակասում է թե ոչ կարծում եմ։ Տիկին նախարար, համաներում սպասվում է թե ոչ։ Քննարկում չի եղել այդ մասը։ Տիկին նախարար մի հարց էլ, չգիտեմ դրան տիկնայք շատ են աղմկում։ Ժողովուրդ չան մի քիչ, հələ մի վարքան։ Կարող գնանք այն կողմ։ Լավ մի հատ հարց։ Արարատի դեմ ինչ ունեք, ուզում եմ հասկանալ, եթե մենք ունենք Արարատի մարզ, Արարատ քաղաք, Մասիս անունով քաղաք ու ունենք Արարատ Միրզոյան, ինչի եք Արարատի լեռան պատկերը հանում տնիկներից եւ տենց արշավ սկսել Արարատի դեմ։ Մեր սուտ լեռն է։ Կարելի է այդ տեխնիկական փոփոխությունը մեկնաբանել որպես Չէ, դա շատ բովանդակային է։ Տեխնիկական թող մճի տառերը հանեն, թվերը հանեն։ Բովանդակայինը նախկինում, եթե չեմ սխալվում, էլի են եղել տարիներ, որ Արարատ լեռը չի եղել։ Հետո ավելացվել է։ Քոչարյանի ժամանակ կեսից, Քոչարյանի իշխանության կեսից չի եղել, հետո ավելացվել է։ Անձնագիրը բացում այդ կնիքը նայում եւ Արարատին այդպես ֆիքսում եւ Դե հիմա որ դուք չանեք չենք ֆիքսվի դրա վրա։ Դե բայց պարտադիր նայենք ֆիքսում։ Չէ, մեր խորհրդանիշն համարվում է։ Ինձ համար պատմականորեն իհարկե այո բիբլիական Ինչ էմոցիաներ առաջացնում Արարատը ձեզ համար։ Ես աշխատանքի գալիս եմ Զեյթուն վարչական համայնքից եւ երբ եղանակը պարզ է լինում, իմ օրը միշտ շատ լավ է սկսվում։ Պատմական հայրենիքի անունով վարչական շրջանից եք գալիս իդեպ։ Հայաստանում ամեն ինչ պատմական, Զեյթունը պատմական հայրենիքի անունով է, չէ՞, մեր մարզերից մեկն է եղել։ Չգիտեմ, լավա թե վատ։ Վերջը մենք ունենալու ենք հիշողություն, թե չենք ունենալու, ունենալու ենք։ Մեր ապրում ենք մեր հիշողությունը եւ պատմական անցյալը չմոռանալու գաղափարով եւ մեր հայացքով ուղղված դեպի ապագային եւ դեպի իրականություն։ Բայց չենք անցյալը մոռացության տալիս Տիկին Գալյան։ Որևէ մեկը մոռացել։ Չէ, տալիս ենք։ Նիկոլ Փաշինյանն ասում, ինչու Վան կա, Ալաշկեր կա, չգիտեմ ինչ կա, բան։ Բայց մենք մանիպուլացնում ենք։ Վարչապետի ասածները հետեւյալն է, չպետք է մոռանալ անցյալը, պետք է սիրել անցյալը եւ պետք է արժևորել եւ սիրել ներկան, որպեսզի ինչ որ մի օր այն ինչ որ ունենք ներկայում չդառնա անցյալ։ Բայց կներեք, դու Արարատի մասով, Արարատի մասով ասում որ Թուրքիայում էմոցիաներ են առաջացնում, հարևան երկրի մոտ էմոցիաներ են առաջացնում։ Այսինքն դրա թուրքերի հարևան երկրի էմոցիաներին թուրք տալով ենք ուզում Արարատը բանանենք, հա։ Ես կրկնեմ իմ միտքը, մենք պետք է ապրենք այն մոտեցմամբ, որ այն Տիկին Գալյան մի բան Ձեր բանացեն է ես ապրում եմ։ Վերաբերյալ քննարկումը խորհրդում նախանշումը երբ սկսեք օրինակ։ Չեմ կարող ասել, դեռ քննարկել ենք ազգային ժողովի կազմավորմանը եւ լիազորություններին առնչվող որոշ դրույթներ, ընտրակարգին առնչվող որոշ դրույթներ են քննարկել։ Իդեպ նախորդ խորհրդի նիստի ընթացքում նաեւ խորհուրդը քվեարկել է որոշ հարցերին կողմ կամ դեմ եւ մի քանի հարց կարելի ասել հաստատվել են խորհրդի կողմից։ Պետք է փորձենք հասցնել։ Եթե ամեն դեպքում նոր սահմանադրությունը չընդունվի հանրակրվեով, դա կարող է որևէ կերպ վտանգել են խաղաղությունը, որի մասին հայտարարում է Ադրբեջանի հետ։ Ես կարծում եմ, որ ոչ։ Նախարար մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանն ասում էր, մենք պետք է հասկանանք, թե 30 տարի ինչի Հայաստանի սահմաններից դուրս մեր զինծառայողը գնացել է, ծառայել է, հա։ Դուք խնդիր չեք տեսնում այս հայտարարության մեջ, որովհետև ի վերջո ինքն էլ է 2018 թվականին գնացել այնտեղ, նաև դրանից առաջ։ Ինչու դա չգիտեր, որ դա Հայաստանի սահմաններից դուրս է, չնայած որ մենք երբեք չենք ասել, որ Հայաստանի սահմանները որտեղ են ավարտում, մենք գիտեինք Ղրիմ տարածք, Արցախ գիտեինք ու առհասարակ հայտնի չէր, թե Հայաստանի սահմանը որտեղից էր գցում։ Դա նաև ինքն էր ասում, որովհետև տեսնում ես որևէ խնդիր, այս հայտարարության ժամանակի ընթացքում միգուցե նաև դատական հայցեր լինեն Հայաստանի դեպս։ Եվ մեր շուկով տղային բարձրացան։ Եկեք հիշենք, թե այդ մոտեցումը երբ որպես դիրքորոշում ներկայացվեց պարոն վարչապետի կողմից, այն ժամանակ, երբ մեղադրեցին այս իշխանությանը պատերազմ կամ սանձազերծելու
կամ սկսելու մեջ եւ արձագանքը դրա մասին էր։ Այսինքն այդքան տարի ինչ է նույն ձեր ասածներ կրկնում մենք չգիտեինք դա, այսինքն մենք չգիտեինք, որ միջազգայինորեն չճանաչված տարածքի հետ գործ ունեինք եւ ոնց կարող է այնպես ստացվել, որ այս իշխանությունը եկավ եւ ինքը սանձազերծեց պատերազմ եւ շարունակությունը, դա եմ ասում, չգիտեինք 2016 թվականի եւ շարունակությունը կներեք եւ շարունակությունը հետեւյալն էր, որ պատերազմի մեջ ենք գտնվել 20-ից առաջ, 19-ին, 18-ին, 17-ին եւ դրան նախորդող բոլոր տարիներին։ Պաշտպանում Փաշինյանի զավակը։ Մեծ ու ինքը անձամբ 16-ին, որ գնաց ապրիլյան պատերազմին, իհարկե մայիսին գնաց Խրամատերսով։ վատարես որ գնաց։ Չէ, լավ արեց, բայց ում հողերն էր պաշտպանում, որ հողերը, որ հայրենիքի։ Մեզ համար շատ ցանկալի։ Իսկ մի բան է Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ես հայրենասիրությունից դրդված եմ ասել Արցախը Հայաստանը եւ վերջ։ Հետո հայրենասիրությունից դրդված Արցախը ճանաչեց Ադրբեջանի, կազմում հանձնեց Ադրբեջանին։ Ոնց հասկանանք դա։ Ես կարծում եմ, որ դուք ինձնից լավ գուցե, չգիտեմ, հիշում եք այն պատմական այլևս իրադարձությունները, որոնք տեղի ունեցան եւ կարող եք ինքներդ հետեւություններ անել, թե ինչի արդյունքում եղավ այն, ինչ եղավ։ Ուկրաինան մինչև հիմա Ռուսաստանի դեմ պայքարում է, իր հողերի մի մասը Ռուսաստանի տարածքում է հայտնվել, բայց մինչև հիմա Զելենսկին հրաժարվում է ճանաչել Դոնբասը կամ, չգիտեմ, Ղրիմը Ռուսաստանի մաս։ Ու ատամներով պահում է, ինչքան որ կարողանում է, գնում զենք հազում, չգիտեմ, ռագատկի քար հազում, բերում կռվում է։ Իսկ մենք չուզեցինք որևէ բան պահել։ Ես այնքան կուզեի, որ գոնե դուք ինքներդ ձեզ չհակասեիք։ Ինչով։ Նրանով, որ վստահաբար, եթե զոհերի քանակությունը Աստված չանի ավելի մեծ լիներ, իհարկե էլի մեծ է թիվը, ցավոք սրտի։ Հայաստանի մասին եմ ես խոսում, էլի մեծ է ցավոք սրտի, բայց եթե այդ ամենը շարունակվեր, ինչ մեղադրանքներ էին հնչելու իշխանությունների հասցեին եւ հնչելել են այդ մեղադրանքները, հետեւաբար իմ պատասխանը նույնն է, կրկնում եմ, դուք շատ լավ տիրապետում եք այն ինֆորմացիային, թե ինչ եղավ եւ ինչու։ Մենք քննադատում ենք մեղադրում են նաեւ հենց դրա համար, որ մինչեւ 20 թվականը ասաց Արցախը Հայաստանը եւ դրանով սադրելով պատերազմ։ Ես էլ ասում կողմնորոշ Ալիևի հայտարարություններն են վկայում։ Եվ նաև հարգելի լրագրողի հարցին պատասխանեցի, ասելով թե ինչ է նկատի ունել վարչապետը, բարեբախտաբար ես այդ քննարկմանը ներկա եմ եղել եւ շատ լավ հիշում եմ, թե ինչի հետ կապված այդ դիրքորոշումը հայտնվեց եւ եթե հայտնում եք որևէ դիրքորոշում, որևէ պաշտոնատար անձի կողմից հնչեցված, խնդրում եմ դա հայտնեք մինչեւ վերջ, չկտրելով կոնտեքստից։ Չէ, կտրում եք կոնտեքստից։ Միշտ կտրում եք կոնտեքստից։ Ձեր գլխագրերն էլ են միշտ ձեր չէ, չեմ հավաքական։ Չէ, լրագրողների գլխագրերն էլ են կոնտեքստից հիմնականում կտրված, պատասխաններն էլ են հիմնականում կոնտեքստից կտրված։ Մեզ եք ասում, ողի ասեք մեզ։ Ձեզ նկատի ունեի անձնապես չեմ ասում կոնկրետ։ Ձեզ։ Շնորհակալ։